շատ ինձ թվում է հետաքրքիր օրեր ունեցանք, շատ հետաքրքիր դիպվածներ ունեցանք եւ նաեւ շատերդ երևի տեսակ, որ մեզ որպես խորհրդատու միացավ նաեւ աշխարհի լավագույն տնտեսագետներից մեկը Տարոն Աճեմօղլուն, ով կօգնի մեզ մշակել Հայաստանի տնտեսական զարգացման ծրագիրը։ Կուզենայի լսել ձեր կարծիքը, նաեւ պատրաստ եմ պատասխանել հարցերի։ Շնորհակալություն։ Առաջի հարցը վարչապետի թեկնածուի հետ կապված մենք ասել ենք, որ կներկայացնենք քաղաքական կուսակցության, քաղաքական ուժի ստեղծման հայտարարության ժամանակ եւ վստահեցնում ենք մեր հասարակությանը, որ թեկնածուն կլինի ընդունելի եւ շատերը բոլորը կհավանեն նրա թեկնածությունը։ Երկրորդ հարցը մենք հայտարարել ենք ուժերի հետ նախընտրական որևէ միավորման, ձեր թվարկած ուժերի հետ միավորման չգնալու մասին, բայց չենք ասել, որ այդ ուժերի որևէ ներկայացուցիչի հետ չեն գնա, այսինքն ինչպես հայտարարել ենք միշտ, յուրաքանչյուր պրոֆեսիոնալ, որը ունի մեծ փորձ եւ մաքուր ձեռքեր, կարող է մեզ միանալ եւ շարժվենք առաջ իրար հետ։ Տվյալ ձեր նշած իրավիճակը այս պահին չկա, բայց մենք պատրաստ ենք շատ ուժերի հետ, շատ թիմերի հետ աշխատել, գնալ առաջ եւ տեսնել, եթե կան պրոֆեսիոնալներ, իրենց ներգրավել մեր թիմ։ Իհարկե երկու նախապայմանով, ինչը ես ասեցի։ Չեք կարծում, որ այս ամուջը կարող է վնասել կամ հարվածել ձեր շարժմանը, էլի կտիրախավորեն ձեզ կապելով նավթիների հետ։ Իրեք նմանատիպ գրառում կա, որ մարդիկ էլի մարդիկ նկատել են, եւ ասում որ գուցե մարդիկ են հատուկ ուղարկել մեջրել, եւ դեր մոտ կամ կարող են ուղարկել տարբեր ներդրել, որպեսզի ձեր շարժումը իրենցով անեն եւ դարձնեն էլի տիրախ։ Ու մի բան է, ես լսում եմ դեր հարցերից կապիսի հետ, ու այդ կոնտեքստում ուզում եմ հարցնել, դուք որ դեպի իշխանության, ի վերջո գնահատական տալով ոչ միայն այս իշխանության իր առասպելի համար Արցախ հանձնելու մյուս աղետաբեր երևույթների, այլ նաև նախորդ իշխանություններին անհատապես բոլոր իշխանությունների իրենց գործածների համար, որովհետև նաև այս իշխանությունը նրանց հետևակն է, նրանց գործածների հետևակն է։ Ձեր ասած անձնավորությունը ինչքան ես հասկանում եմ, պարոն Շիրազի հետ եք մեր Շիրազը պատերազմի մասնակից, երիտասարդ, ակտիվ մեր անդամներից է եւ իր ակտիվությամբ, իր նվիրվածությամբ մեր գաղափարն է ընդհանուր։ Ես կարծում եմ, որ շատերը ուրախ կլինեն տեսնել այսպիսի երիտասարդներին իրենց կազմում։ Պարոն Կարայանի մասին երևի կասեք, պարոն Կարայանը դե բաց գալու կամ լավ գալու չեմ կարծում, բոլորը ունեն իրենց անցած ճանապարհը եւ բոլորը ինձ թվում է այսօր այն հանգրվանը, որ իրենք տեսնում են, նրանք տեսնում են լավագույն լուծումը Հայաստանի համար։ Կարծում եմ, որ
դա շատերը կտեսնեն եւ մենք ուրախ կլինենք շատերը աշխատել։ Երկրորդը գնահատական Լավ, այդ հարցին էլ ասեմ։ Նախորդ իշխանությունների գնահատականը եւ ներկա եւ նախորդ այդ նույն հարցազրույցի ժամանակ ես տվարկել էի դրական կողմերը, կան նաեւ բացասական կողմեր, որոնց հետևանքը եղել է ինչ որ իրադարձությունները։ Դրա հետևանքների դեմ մենք պետք է կենտրոնանանք, նաեւ պայքարենք բոլոր այդ բացասական հետևանքների դեմ, ինչ մենք ունեցել ենք։ Ամենամեծ բացասական հետևանքը, ամենամեծ բացասական մեր այս խնդրի պատճառը ես իհարկե տեսնում եմ մեր ընդհանուր ժողովրդի արխային ընկնելու մեջ, որ մենք առաջի Ղարաբաղյան պատերազմի արդյունքում հաղթանակը դժվարությամբ տանելուց հետո բավական հանգստացանք եւ մեր ժողովրդի բոլոր զավակները, նրանք ովքեր իշխանության մեջ էին այդ ժամանակ, նրանք ովքեր իշխանության մեջ չէին, եւ այն ակտիվ աշխատանքը չտարվեց, ինչ տարավ մեր հակառակորդը։ Այդ իսկ պատճառով մենք պետք է կենտրոնանալու ենք խնդիրների լուծման վրա, դրանով իսկ արդեն կպարզվի, թե որտեղ է ճիշտ տարվել, իսկ որտեղ սխալ։ Շնորհակալ եմ բարեկամ։